մեր ուղերձը պետք է լինի շատ հստակ եւ այդ ուղերձի առարկայական արտահայտությունը պետք է լինի Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազատ կամ արտահայտմամբ ընդունված նոր սահմանադրությունը։ Նիկոլ Փաշինյանի քարոզչությունը մի կողմից իսկապես փորձում է Ալիևի պարտադրանքի ներքո նոր սահմանադրություն ընդունելու եւ դրա հանրաքվեի թելը թելել, մյուս կողմից էլ նույնիսկ այդ հարցում մեղադրում է ընդդիմադիրներին եւ պնդում, թե իբր ադրբեջանական նման պարտադրանք չկա, դա ընդդիմության հնարածն է։ Բայց ակնհայտ է եւ իրենք դա չեն էլ թաքցնում, վկան Նիկոլ Փաշինյանի եւ Արարատ Միրզոյանի պարբերական ելույթները, որ իրենք ուղղակիորեն կատարում են Ալիևի պարտադրանքը։ Սրանց թվում է, թե այդ թեզը նոր է ասվում, բայց իրականում Ալիևն առաջին անգամ այդ մասին խոսել է 2021-ին։ Այն ժամանակ նա նկատի ուներ անկախության հռչակագրի այն հղումը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության կողմից Օսմանյան կայսրությունում եւ Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սատարելուն։ Հիմա արդեն խոսքը նաեւ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի հայտնի որոշման հղումը հանելու մասին է, այսինքն Ալիևի պահանջները գնալով ավելանում են։ Այս բոլոր քայլերն արվում են Ալիևի ճնշման ներքո։ Փաշինյանի ամեն հաջորդ հարցազրույց անհեթեթության նոր ռեկորդներ է սահմանում։ Նիկոլի ելույթները պարկեշտության եւ տգիտության բոլոր սահմաններն անցնում են եւ ամեն անգամ նա զարմացնում է։ Նա խոսում է լեգիտիմության մասին։ Թեզ է առաջ քաշում, թե իբր մեր անվտանգության համար կարևորագույն հարցը մեր անվտանգային նպատակի լեգիտիմությունն է։ Իբր մենք պետք է մեր օրակարգը համապատասխանեցնենք աշխարհի օրակարգին, պետք է լեգիտիմացնենք մեր գոյությունը, կադաստրի թուղթ ուզենք։ Ոչ լեգիտիմության գագաթնակետը ձեռք բերվեց հենց Փաշինյանի օրոք, երբ նա հայտարարեց Արցախը Հայաստանը եւ վերջ, հրաժարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկների քննարկումից եւ դա օգտագործեց որպես պատրվակ չբանակցելու համար։ Ինքը հիմա թող այդ բանը բացի ու մենք ինքը սարսափում է դրանից։ Իմացեք, իր գլխավոր սարսափը դրանից է։ Ինքը գիտի, որ ինքը պայթացրել է այս ազգին։ Այդ իր քայլով։ Ինքը շատ լավ գիտի, ու ինքը այդ գաղտնիքը կյանքի գնով պահելու է։ Եվ դրա համար սա պետք է դառնա մեր հասարակության ճնշման իզակետը։ Մենք իրանից պահանջենք 2019 թվականի փաստաթղթի հրապարակում։ Փաշինյանը մարտահրավեր նետեց միջազգային հանրությանը։ Մեր լեգիտիմության գլխավոր խախտողը հենց նա է։ Պարտությունից հետո նա անկել է լրիվ հակառակ ծայրահեղության մեջ։ Այսօր նա մեր ներքին օրակարգն է համարում ոչ լեգիտիմ, ասում է ամեն ինչ պիտի ենթարկենք համաշխարհային հանրությանը, թեև իրականում նկատի ունի Ալիևի եւ Էրդողանի կմահաճույքին։ Այս մարդիկ որևէ համոզմունք ու սրբություն չունեն եւ այն վերաբերմունքը, որը նրանք ունեն անկախության հռչակագրի, սահմանադրության եւ պետական սիմվոլների նկատմամբ, ապացուցում է դա։ Փաշինյանը 2008-ին Տեր-Պետրոսյանի հայտնի հոդվածի գաղափարակիրն էր, իսկ 2015-ին մեղադրում էր Տեր-Պետրոսյանին, թե նա դավադրության մեջ է Սերժ Սարգսյանի հետ Արցախի հարցն իբր լուծելու համար։ Իրենց համար համոզմունք գոյություն չունի։ Փաշինյանն ավերելու մոլուցկով մտել է մի նոր հավատի մեջ, ըստ որի մենք ներքին քաղաքական օրակարգ չպետք է ունենանք։ Ըստ Փաշինյանի Ալիևն ու Էրդողանը ցույլ են, մեր սահմանադրությունն էլ կարմիր շոր է։ Ասում է, եթե մենք սահմանադրությունը չփոխենք, մեզ կուտեն, բայց եթե փոխենք, չի կարող երաշխիք տալ, որ ամեն ինչ լավ կլինի։ Փաշինյանն անցել է փորձարարական դաշտ, որտեղ ասում է՝ զիջենք, տեսնենք, մեզ կուտեն, բանակը չկառուցենք եւ այլն։ Պնդում է, թե բանակը պետք է ուժեղացվի, բայց ոչ այնքան, որ կողքից մտածեն որևէ մեկին սպառնում ենք։ Սա թշնամանք է սեփական ժողովրդի նկատմամբ։ Սա աշխարհում չտեսնված ու չլսված բան է։ Ամենածանր ու նվաստացուցիչ զիջումն էլ ենթադրում է, որ դրա դիմաց ինչ-որ բան պիտի ստանաս, իսկ սա այդ ստանալիքն էլ չի ստանում։ Երբ որ 2023 թվականին սա հայտարարեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, սա ոչ միայն քաղաքական, դիվանագիտական եւ հայկական ինքնության խնդիր էր։ Սա այս ամբողջ երկիր մոլորակում այդ ուժի իրավունքը լեգիտիմացնելու բիլակի, բազուկի իրավունքը լեգիտիմացնելու հայտարարություն էր։ Եվ սա է խնդիրը, որ չի վերաբերում միայն Հայաստանին եւ իր արածը, քանի որ ղեկավարները հարաբերվում են, չէ՞ իրար հետ։ Իր արածը ազդանշան էր մյուս ղեկավարներին, որ դուք էլ կարող եք այդ ձեր բիլակներով ձեր հարցերը լուծել։ Ալիևի ախորժակը բացվում է, նա իր առջև տեսնում է մի անհեթեթ ղեկավարի, որը պատրաստ է շարունակաբար կատարելու իր բոլոր կմահաճույքները, պահանջները եւ նախապայմանները։ Փաշինյանը մեր ժողովրդին առաջնորդելու բարոյական եւ քաղաքական իրավունք չունի, նա Ալիևի տակ պարկած մարդ է եւ Ալիևը դա հրաշալիորեն տեսնելով ու հասկանալով շարունակաբար շահագործում է Փաշինյանի այդ գետնատարած կարգավիճակը։ Փաշինյանն այսօր Ալիևի պրոքսին է, նրա խամաճիկը, Հայաստանի գծով Ալիևի փոխնախագահը։ Որոշ իր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։